Օրենքի առաջ բոլորը հավասար չեն։ Սա ՔՊ-ի գաղափարախոսությունն է եւ նրանց գործելավոճը, որը հիմա կհիմնավորեմ։ Եկեք նորից հիշենք, որ վերջերս կերակրող մոր հետ կապված դեպքեր տեղի ունեցել եւ հիշենք ՔՊ-ի ռեակցիան սրան։ Իրենք փորձում էին ներկայացնել, որ նորմալ մարդիկ իրենց ընդդիմախոսները իբր ասում են, որ եթե մարդը կերակրող մայր է, ապա ինչ ուզի կանի եւ չի կարելի իրան հետապնդել, ինչ օրենք ուզում է թող խախտի։ Գոնե ինձ պատահած ոչ մի նորմալ մարդ նման բան չի ասել։ Ես էլ նման բան չեմ ասել։ Ասվել է հետեւյալը, որ օրենքը ֆիքսենք, այն ինչին իրանք իբր հղում են տալիս։ Օրենքը նախատեսում է, որ որոշակի հանգամանքների դեպքում, այդ թվում այն հանգամանքի, որ այդ կինն ուներ, խափանման միջոցը չպետք է վերածվի խոշտանգման։ Պետք է իրավաչափ լինի։ Եվ բարեբախտաբար նաև հանրային ճնշման շնորհիվ կալանքը խափանման միջոց չընտրվեց, բայց եթե ընտրվեր, դա կլիներ խոշտանգում։ Ոչ միայն այդ կնոջ հանդեպ, ոչ այդքան միգուցե այդ կնոջ հանդեպ, այլ նորածին երեխայի։ Բայց եկեք իրանց տրամաբանության դաշտ մտնենք, հասկանալու համար, որ իրանք ուղղակի խափում են մարդկանց։ Իրանց ասածը ինչ է, որ մեռնեմ օրենքի զորությանը, կա օրենք, եւ ոչ մի իրավունք չունի օրենք խախտի։ Այ վախտին դուք տենց եք արել, բեսպրեձել եք սարքել դա համար երկիրը էսանինը։ Եթե ամեն ինչ օրենքով է, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենաապօրինի դեպքը եղել է Արցախի հանձնումը եւ ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Ինչի։ Հերթով թվարկեմ օրենսդրական ակտեր, որոնք Հայաստանին արգելում էին, Հայաստանի իշխանություններին արգելում էին Արցախը հանձնել եւ ճանաչել այլ պետության Ադրբեջանի կազմում։ Օրենք առաջին Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը 1989 թվական դեկտեմբերի 1։ Օրենք երկրորդ Հայաստանի անկախության հռչակագիր 90 թվական օգոստոս 23։ Օրենք երրորդ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որոշումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է 92 թվական հուլիսի 8։ Սևով սպիտակի վրա գրված է. Հայաստանը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարին եւ Հայաստանի համար անընդունելի է որևէ միջազգային պայմանագիր, որտեղ Արցախը ֆիքսված կլինի Ադրբեջանի կազմում։ Եթե սա տենց օրենքով է, բայց երբ որ այսպես կոչված վարչապետը այս սխքայլերը անում էր, հանրային հետապնդումը ինչի՞ չէր հարցվում։ Իսկ կարանք սրանից ֆիքսենք, որ քանի որ տեղի ունեցել այս տեսակ խայտառակ օրենքի խախտում, դրանից հետո այս իշխանությունների բոլոր քայլերը ուղղված են այդ իրանց հանցանքը կոծկելու համար։ Ոչ թե օրենքը պահելով, նրանք ասում են մենք օրենք ենք պահում, մի խախտեք չենք բռնի, այ քեզ բան օրենքի առաջ բոլորը հավասար են։ Բայց ձեր այսպես կոչված վարչապետը հավասար չի օրենքի առաջ։ Պաստորեն հավասար չի։ Հետաբար էլի եմ ես պնդում, մեր երկրում այս բանին որևէ տեսակի արտահայտություն չկա, որովհետև գործող իշխանությունները Հայաստանի, հայ ազգի, ավարերի ճակատամարտից սկսած մինչև Արցախ ընկած բոլոր հերոսների հիշատակի առաջ այնպիսի մի հանցագործություն են թույլ տվել, որ իրանց կյանքի, իրանց լինելիության միակ մոտիվացիան այդ հանցագործությունը կոծկելն է, ու դրա համար չպատժվել է։ Ուստի ինչ էլ իրանք անում են, դա այդ հանցագործությունը կոծկելու համար է, որովհետև եթե իրականում օրենք պահեին, առաջինը հենց իրանք իրենց պետք է հետապնդեին։ Հետեւաբար ըստ ԿՊ-ի օրենքի առաջ բոլորը հավասար չեն, իրենք օրենքից բարձր են։